Երեք Նիկոլ Փաշինյանը, որ դիմադին հորդորում ինչ-որ դեղեր խմել, ինչ-որ տես բաներից է խոսում, էլի տենց բուրըն էմոցիոնալ ելույթ ունեցավ, էլի հիշեց ասֆալտին փռելը նախկին նախագահներն էր պատերով տալիս ծեփում, ասաց որ կաշառ կբաժանի այստեղ կփռեն ասֆալտին։ Իհարկե Գյումրու ճանապարհները մեղմ ասած ասֆալտապատ չեն, չգիտեմ որտեղ է փռելու փոսերի մեջ երևի կամ շիվինապատ է, բայց ասֆալտապատ չեն։ Հիմա դուք Ես կգամ քաղաքապետ, ես կընտրվեմ քաղաքապետ, քաղաքը կասֆալտենք, քաղաքը այնպես կլինի, որ լրիվ նորմալ ասֆալտած վիճակում կլինի, որովհետեւ մարդկանց փռելուց այդ շիվինների վրա չփռեն, մարմնական ծանր վնասված չստանան մարդիկ։ Այս պահին պարոն Գրիգորյան, ձեր տան տունը շարունակում են խուզարկություն իրականացնել։ Խուզարկություն չկա, տղաները մոդեցել են նորմալ, այս պայտերությամբ հարգալից վերաբերմունքը, դե վերջով այս պայտերությամբ իրանք ազգային ժողովի պատգամավորի տարածք են եկել, նորմալ տղաները նորմալ վերաբերմունք, մարդկային վերաբերմունք, ուղղակի սպասում ենք։ Շնորհքով ներխուժել եք։ Այսինքն իրենք սպասում են ձեր փաստաբանն գա։ Այո, նորմալ տղաները այս պայտերությամբ նորմալ, չափի մեջ ամեն ինչը նորմալ է, սպասում են փաստաբանի ներկայությանը, որպեսզի ներկայացրել են ինձ ինչի համար են եկել, ես էլ ասել եմ, որ թող փաստաբանը կա, օրենքի սահմանում խնդիր չկա, մենք խուսափելու բան չունենք, մարդու պահելու խնդիր չունենք, այնպես որ այսինքն սպասում են քննչական գործողությունները իրականացնել, փաստաբանը գա նոր։ Դե հա, ինձ ասեցին, որ ձերբակալման որոշում կա տղայիս եւ հորս հետ կապված։ Հիմա թող փաստաբանը կա, ծանոթանան, ձերբակալելու է, թող ձերբակալեն, տանելու է, թող տանեն, մեկ է իմ ընկերները Երևանում էլ պատգամավորները բոլոր ամբողջ Հայաստանով զանգում են, հետաքրքրվում են աջակցություն տեխնազուներից Արձոմ Ղարաղազարյանն է այս պայթրությամբ այստեղ, Ռուբենն է զանգե, Կարենն է Սիմոնյան զանգե, բոլորս այստեղ համախմբված ենք, տղեկը բոլոր իրանց աջակցությունն են հայտնել, քանի որ այս պայթրությամբ չգիտեմ ինչ է վերջը նպատակը ինչն է, տղեկին ասել եմ, որ սպասենք, հասկանանք, միգուցե այնպեսի բան է, որ կարող է նաև թյուրիմացություն կա, չլինի քաղաքականացնենք, որովհետև դա մերը չէ, էլի, որ այս առիթը օգտագործեմ, տեսեք, ինձ հալածեցին, ինձ խփեցին, հասեք, օգնեք, ես ինձ կարող եմ պաշտպանել եւ իսկ այդ ձայնագրությունը որ այս ամեն ինչը ինչ չի շեղելու մարտի 30-ին պատրաստված տղաները դի այստեղ են, հիմա կեսնեք մնացածն է կկան, բոլորը գնալու են ընտրության, բոլորը ամեն մեկը իր գործով զբաղվելու է, Երևանից մենք գիտենք, ով ինչ ունի կազմակերպչական արդեն արված է, վերջացված է, այնպես որ խնդիր չունենք մենք։